Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Հարություն Մնացականյանը։ Պարոն Մնացականյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ձեզ մեղադրում է Նիկոլ Փաշինյանը, Ուժեղ Հայաստանի նրա ղեկավարին Սամվել Կարապետյանին, որ դուք պատերազմբերող ուժ եք, իսկ իրենք խաղաղության կողմնակից են եւ խաղաղությունն են բերում։ Եթե դուք գաք իշխանության, Հայաստանում ամենաուշը սեպտեմբերին, հոկտեմբերին պատերազմ կլինի։ Քանի որ գիտենք, շանտաժի վախավաճառությունը Նիկոլ Փաշինյանի գլխավոր զենքերից մեկն է եղել, դեռ լրագրող եղած ժամանակվանից չէ, շանտաժով ցանկացած արդյունքի փորձում էր հասնել եւ հիմա անցնելով իշխանություն նա չձերբազատվեց ցուցարարի եւ այսպես ասած դեղին մամուլի ներկայացուցիչի կարգավիճակից, բնականաբար արդեն պետք է ժողովրդին շանտաժի ենթարկի, վախեցնի, որ եթե ես չլինեմ, կլինի պատերազմ, ու այդ վախավաճառությունը փորձում է հերամցնել բոլորին, այդ թվում այդ վախավաճառության համար նաև պետք են սուբյեկտներ, իդեմս Սամվել Կարապետյանի, որպեսզի կարողանա ինքը իշխանությունը նորից պահի իր ձեռքում։ Զուտ նպատակը դա է։ Եվ այս պատերազմի վախեցնելով եւ այլն ուղղակի հիշենք մի 2020 թվականին, որ ասում էր այլևս մեր երկինքը փակված է, այլևս թշնամին չի կարող այլն եւ այլն, իսկ հիմա ասում է արդեն Ադրբեջանը կմտնի, կգրավի, էս կանի, այն կանի եւ դա սկսեց ավելի շատ բարձրաձայնել եւ շանտաժի ենթարկել հանրությանը մեր ծրագրի անվտանգային ծրագրի 6 դրույթների լուսաբանումից հետո իրենց մոտ պանիկա սկսեց, սկզբում այնքան պրիմիտիվ, այսպես Իսրայելցի գեներալին բերել եք, ով Ադրբեջանին դրոն է վաճառել, սովորական հոբ մասնագետին, որը դրոնների ԱԹՍ-ների հետ որևէ կապ չունի, առնչություն չունի, բերել կապել այս թեմայի հետ ուղղակի ծիծաղելի է։ Իսկ Իսրայելից մասնագետին հրավերելը, ինչպես Նարեկ Կարապետյանը վերջերս փաստեց, այնպես էլ ես նորից շարունակեմ եւ պնդումները առաջ մղեմ, աշխարհի լավագույն մասնագետներից մեկն է։ Եթե մենք Իսրայելից մասնագետներ չբերեինք մեր երկրի օդային պաշտպանության համար, ում բերեինք։ Գուցե ընտրվեիք նոր բերեիք փորձի փոխանակում իրականացնել։ Մենք ներկայացնում ենք, թե մենք ինչ հնարավորություններ ունենք։ Մեր հնարավորությունն ենք ցույց դնում հանրությանը, որ ընտրությունների ժամանակ մեր հանրությունը չմտածի ուղղակի մենք օդի մեջ խոսում ենք։ Պատկերացրեք, եթե Իսրայելի գեներալը չգար եւ ելույթ չունենար, մենք ուղղակի ներկայացնենք, ասենք, սա ենք անելու, սա ենք անելու, այդ նույն ԿՊ խմբակը սկսելու են իրենց ֆեյքա խմբերի հետ ծաղրել եւ այլ տարբեր ձևերով հեգնելով անհավանական տեսակետներ մղելով, թե մենք ուղղակի խոսում ենք, խոստումներ ենք տալիս։ Երբ որ ապացուցված եք ուզում հենց անձամբ, երբ որ գեներալը եկավ իր ոտքով Հայաստանում եւ խոսեց եւ ներկայացրեց, արդեն իրենց ռեակցիան ուրիշ ուղղությամբ սկսեց գործել եւ սկսեցին մի վայնասում բարձրացնել, անհամապատասխան արտահայտություններ անել, բացարձակ դիլետանտ խոսույթով, զզվելի բառապաշարով, ու մենք ցույց տվեցինք, բացի նաեւ այդ Իսրայելի գեներալից, կային եւ Հունաստանից գեներալ եւ ամերիկական զորքից ներկայացուցիչ եւ մեր հայտնի սիրված Կանդազը։ Եվ այս ընդհանուր թիմով ներկայացրեցին ապագայում Հայաստանի պաշտպանական ընդհանուր տեսլականը պաշտպանության 6 կետով եւ չեմ ալարել բերել եմ հետս ուժեղ դիվանագործություն սկզբից, ուժեղ բանակ, 10,000-ից ավել ԱԹՍ-ներով, պաշտպանված երկինք, իսրայելցի գեներալի զեկույցով, խելացի սահմանների մասին ենք խոսել, արժանապատիվ ծառայության մասին ենք խոսել, որտեղ ներկայացնում է, որ ժամկետային զինծառայողը պետք է նաև ստանա աշխատավարձ, հետո ուսման վարձի հետ կապված պետք է զեղչվեն եւ դառնա անվճար եւ տեղական ռազմաարդյունաբերության զարգացման հետ կապված։ Դուք գիտեք, որ ընդհանրապես սպառազինությունը բավականին ճոխ ծախսեր էսպես ենթադրում, այո։ Ուզում եմ ասել, այդ ծրագիրը երբ որ ներկայացնում եք, դուք դրա տակ դրել եք նաեւ այն ֆինանսական միջոցներ, այսինքն դուք հաշվարկել եք Հայաստանի բյուջեն կկարողանա դրա տակից դուրս գալ։ Դուք տեսաք, չէ՞, ինչ թիմ էր կանգնած խոսում, եթե այդ թիմը կանգնած խոսում է, բնականաբար տնտեսական հաշվարկներն էլ կան դրա տակ դրված։ Եվ ի վերջո Հայաստանի պաշտպանությունը
ամենակարևոր դրույթներից մեկն է տնտեսություն եւ պաշտպանություն, մեկը մեկին փոխ լրացնող, մեկը մեկին շարունակող եւ երկրի զարգացման հիմնական գրավականն է։ Այսօր մեր քթիտակ հարավում Իրանում է պատերազմ Իսրայելի հետ, Ամերիկանը ռմբակոծում Իրանին, Իրանը արաբական տարբեր երկրներին, պլյուս դրան Ռուսաստան, Ուկրաինա պատերազմը, Աֆղանստան, Պակիստան պատերազմը, որոշ ժամանակ առաջ Հնդկաստան, Պակիստան պատերազմը, բայց այդ ամբողջը մենք պետք է հաշվի առնենք։ Եթե մենք չլինենք ուժեղ, ինչպես մենք խոսում ենք եւ ներկայացնում ենք, մենք վաղը կդառնանք այսպես ճանապարհի վրա խաշմերուկում ոտնակող եղող մի երկրի։ Մենք չպիտի մեզ դա թույլ տանք։ 20 թվականի պարտությունը դա մեզ համար մեծ դաս էր ու այդ դասերը պետք է քաղեն, ոչ թե այդ դասով մեզ վախեցնեն անընդհատ, որ կլինի պատերազմ, կպարտվեք, բա ո՞նց ես դու ինչի համար ես։ Դե ասում է մենք այդ դասերը քաղել ենք, հասկացել ենք, որ այս իրավիճակում մենք պետք է պաշտպանենք մեր այն քարտեզը, տեսել եք, որ Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊԱ-ականները իրենց կրծքի դրած այսպես ման են գալիս, այսինքն իրենք ասում են մենք դասեր քաղել ենք, դրա համար ենք ասում, որ այլևս Արցախի անունը տալ արդեն չի կարելի, Արցախի մասին գիրք նվիրել չի կարելի, այս ամեն ինչը ձեզին չի հուշում, դուք որ իշխանության լինեք, այս թեմայով Հովհաննես Թումանյանը շատ լավ ստեղծագործություն ունի կկվի մասին, երբ որ իր ձագերին հերթով նվիրաբերում աղվեսին, խաղաղության մասին խոսելով, հանուն խաղաղության, էլի, հանուն խաղաղության դու այսքան զիջումների որ գնում ես, միակողմանի զիջումների, բոլոր առումներով միակողմանի զիջումների, դա լավ տեղ չի բերելու։ Միջև դու քո ուժը ցույց չտաս, քո այդ հաշվի չնստեն, դու չես կարող խաղաղություն բերել։ Իսկ անընդհատ զիջումներով ես շատ լավ հիշում եմ 20 թվականին COVID-ի օրերին նա ուրիշ քարտեզ էր նրա ձեռքում, այսինքն անձնագիր էր, հպարտ քաղաքացու, տակը քարտեզ էր Արցախով։ Այդ Արցախի քարտեզը ցույց տալով տարածում էր, խոսում էր Աղդամը մեր հայրենիքն է, Արցախը մեր ինքնության անբաժանելի մասն է։ Հիմա արդեն 6 տարի հետո Հայաստանի քարտեզը առանց Արցախի։ Կարող մի 5 տարի հետո Հայաստանի քարտեզ ցույց տա առանց Սյունիքի, ասի Սյունիքն էլ պետք է հանձնենք կամ ինչ-որ բան պետք է հանձնենք։ Արցախի բացվածքը սխալվել ենք, հասկացել ենք։ Սյունիքն էլ կասի սխալվել ենք։ Գեղարքունիքն էլ կասի սխալվել ենք։ Ինչի՞ չի ասի, եթե իր խոսույթը անցնում է մարդկանց մոտ, ինչի՞ չասի։ Եթե բարոյական ոչ մի գիծ չունեն, կարմիր բացարձակ ոչ մի առումով կարմիր գծեր չունեն, ինչի՞ չի ասի։ Տեսեք, իր բոլոր ձախողումները մեր ժողովրդի վրա վաճառում է որպես ձեռքբերում։ 5 տարուց ավել գերիներ ունենք Ադրբեջանում, 5 տարի հետո գերիների 4 հոգու ուղակի թողեցին եկանք, այդ 4 գերին 5 տարի այդ մարդիկ տառապանքների մեջ ապրել են, ներկայացրեց որպես ձեռքբերում։ Մեր պարտությունը ներկայացնում է որպես ձեռքբերում, անամոթաբար խափում ասում է մեր ինքնիշխանության համար, ինչի մենք ինքնիշխան չենք եղել։ Լավ ուրիշ բան ասեմ, անկախացումից ի վեր, խորհրդային միության փլուզումից ի վեր, առ այսօր միակ երկիրն ենք ու իր իշխանության օրոք, որ խոսում է պետականության կորստի մասին։ Միակ երկիրն ենք, որ պետականության կորստի ռիսկի տակ ենք, դա ինչ է ուշ։ Դե ասում եմ նախկին ուժերը որ կան, նրանք կախված են միութենական երկրներից, Ռուսաստանից, միութենական երկիր են Հայաստանը սարքում։ Նախկին ուժ չենք եւ հենց իր ասած թեզերը ջարդում են նրանով։ Բայց ձեզ էլ ասում է դուք ռուսական ձեր թիմի ղեկավարին ասում է ռուսաստանյան օլիգարխը գալու է եւ Հայաստանը տանի միութենական երկիր դարձի։ Բայց Սամվել Կարապետյանը միայն ռուսաստանյան օլիգարխ չի, Սամվել Կարապետյանը ունի բիզնեսներ Դուբայում, ունի բիզնեսներ Կիպրոսում, Հունաստանում, Եվրոպայում եւ ամենածիծաղելին ուժեղ խաղաղության Սամվել Կարապետյանի ծրագրի դրույթները կարդում են եւ կազմում են ՆԱՏՕ-ի բանակի գեներալները եւ Իսրայելի գեներալը։ Դա ինչ է ուշում։ Դա սովետական ռուսական բանակի գեներալը բերել։ Ոնց են պատկերացնում, թե այդ վախերը, վաճառությունը, վախերը մարդկանց, պետականամետ գործունեությունը ոնց են կարողանում տենց հրամցնել Ռուսաստրուկ եւ այլն եւ այլն։ Մեր թիմից Սամվել Կարապետյանի ընտանիքից ասում են անկախ չի կարող լինել Հայաստանի ղեկավարը, որտեղ կապերով ամբողջ տնտեսական Ռուսաստանի հետ սերտաճած է եւ այնտեղից իրեն կթելադրեն ինչպես վարվել։ Այսինքն բիզնեսմենը, եթե բիզնես ունի որևէ երկրում, նշանակում է սերտաճած է, այսինքն Coca-Cola-ն, որ Հայաստանում ընկերություն ունի, այսինքն Coca-Cola-ի տերը Հայաստանից կախվածություն ունի, հա։
Հայաստանի իշխանությունը ոնց ասեն Coca-Cola-ի տիրոջը, բաժնետերին, նրանք այդպես կվարվեն, շատ խնդալու տեսակետ է, ու բայց ցավոք սրտի տեսակետը իրենք միջևերջ կարողանում են առաջ բրթել եւ շատ մեր միամիտ բնակիչներ հավատում են այդ թեզերի, անկախ ամեն ինչից էլի, երբ որ մենք խոսում ենք հավասարակշռված քաղաքականությունից, մենք խոսում ենք ճիշտ դիվանագիտությունից, ուժերի դիրքերից խոսելուց, երբ որ մենք խոսում ենք տնտեսության զարգացումից, ու իրանք անընդհատ բերում են, մտցնում են ինչ-որ երևակայական, հա, Ռուսաստանում բիզնես ունի, Դուբայում էլ ունի, Եվրոպայում էլ ունի, բայց ինչի՞ ձեզ ձեռք չի տալի խոսել, որ այդ մարդը Եվրոպայում էլ բիզնես ունի։ Ինչ եք որոշել հենց ռուսական ուղղություն պիտի բանանի, կամ հավասարակշռված քաղաքականությունը, որը հենց վարում է ի դժբախտություն մեզ Ադրբեջանը, կարողանում է եւ Ռուսաստանի հետ հարաբերություններ ստեղծել եւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի եւ շատ մեծ օգուտներ քաղել, այդ թվում Վրաստանը։ Այսինքն իրենք ո՞նց են պատկերացնում, կամ ավելի վատ բան ասեմ, այդքան ռուսական ուղղվածության վրա մեզ, այսպես ասած, թիրախավորում են։ Մի հատ տնտեսական ցուցանիշները վերցրեք, Ռուսաստանից կախվածությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ մեծացել է թե փոքրացել է։ Դրան զուգահեռ հայտարարություններն ենք բայց տեսնում, որ հակառուսական հայտարարություններ շատ-շատ կան։ Որն է, որ կետով ինքը ռուսական շատ չի սպասարկել, սկսենք դրանից։ Մեր առևտուրը ամբողջությամբ կախվածության մեջ է ռուսական շուկայից։ Ամբողջությամբ երկրի հնան կախված է ռուսական շուկայից, այսպես ասած, արտահանումների ծանրակշիռ մեծամասնությունը թվերով որ նայում ենք ինչքան է բարձրացել, այդ ամբողջությամբ ռուսական շուկայից կախվածության մեջ է։ Օրինակ Մերձավոր Արևելքի շուկայի հետ կապված պետական որևէ միջոցառում տեղի ունեցելը, լավ, արևելյան ընդհանրապես հնդկական շուկա, չինական շուկա, որևէ քայլեր իրականացվել է պետական մակարդակով։ Եվրոպականը որոշակի տենց ֆիկտիվ, որոնք էական ազդեցություն չեն ունենալու բնականաբար, որոշակի տենց ֆիկտիվ քայլեր անում են, բայց դու գործողություններով պետք է տեսնես իր գործողությունները։ Դե Ադրբեջանի հետ սկսել են արդեն, վատ է։ Ինչ են սկսել։ Առևտուրը։ Ինչ առևտուր, չեն սկսել։ Ադրբեջանից իրենք գնում են, իրենք առևտուրը առ եւ տուր։ Մենք դեռևս միայն առնում ենք։ Մենք էլ դեռ ոչինչ չենք տալիս, մեր տված մենակ գումարը։ Եվ ադրբեջանական բենզինից բացի դեռևս թեկուզ դա ադրբեջանով ցորեն է, ադրբեջանից մենք ցորեն չենք առել։ Ուղղակի ադրբեջանի տարածքով եկել է ցորեն։ Okay, բայց դու ադրբեջանին ինչ ես պատրաստում տաս։ Խոսում են, ասում Ադրբեջանը հետաքրքրություն է հայտնել հայկական լոլիկի հետ կապված։ Ինչի Ադրբեջանը հետաքրքրություն հայտնել հայկական լոլիկի հետ կապված, օրինակ սովորական քաղաքացին չի կարող իմանալ։ Այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը ռուսական խոշոր սուպերմարկետների ցանցին լոլիկը մատակարարում, դա իր համար հավելյալ եկամուտ կլինի, եթե հայկական լոլիկը գնա ռուսական խանութ, ադրբեջանցին վաճառի, հայկական լոլիկից ինքը շահույթ ստանա, բայց Ռուսաստանի վրա վաճառելով։ Ադրբեջանը տարեկան 170-180 հազար տոննա միայն լոլիկ է արտահանում։ Ու այս միֆերը, այս կեղծիքները, այս ընդհանուր մանիպուլյացիաները, որ անում են, դա մեղմ ասած ճիշտ չի, բայց մենք պատրաստ ենք նման հարվածների, նման մանիպուլյացիաների, նման կեղծիքի, նման դեզինֆորմացիայի, ոնց որ երեք առանց ամաչելու իշխանական ռոպագանդան փորձեց այն աղջկա վրա մետրոյի հայտնի միջադեպի Արցախի աղջկա դեպքի հետ կապված անամոթաբար ասել, որ աղջիկը ասել է, ես թքած ունեմ Հայաստանի քարտեզի վրա, բայց այդ աղջիկը տենց բան չի ասել։ Մի քանի անգամ դիտել ենք այդ տեսակ նյութերը։ Ու նմանատիպ կեղծիքներ, fake news-եր այսօր հայտարարել են, որ ինչ որ Դե ասում են ներողություն խնդրեց, այդքան ներողություն խնդրեց, հասկացանք սխալ է, եթե ներողությունը կհամարեինք անկեղծ, եթե մնացած իրենց սատելիտ ուժերով նորից չհարցակվեին այդ աղջկա վրա 22 թվականի գրառումներ են հանել, որ այդ աղջիկը ասել է չեմ ներում 680,000 ընտրողների Նիկոլին։ Բա տնավեր մարդը, ամեն ինչ կորցրած հայրենիք տուն կորցրած մարդը կարող է նյարդային վիճակում նման բաներ գրած լինի։ 22 թիվ իշեք 4 տարի հետ այդ աղջիկա գրառում վերցնեք ու սենց տարածեք, վերջում սուտ խոսակ թե այդ աղջիկը ասել է թքած ունեմ Հայաստանի վրա, դա
հասկանում եք, կարմիր գիծ պիտի լինի, ինչ-որ կետ պիտի լինի, որից այնքան ստորությունը թույլատրելի չլինի, բայց իրենք ոչ մի բանի առջև չեն կանգնում։ Հենց այդ է վախեցնում։ Վերադառնալով էլի առևտրին, տնտեսական համագործակցության Ադրբեջանի հետ, հիմա ենթադրենք դուք իշխանության եք, դուք չեք պահպանի այդ կապը, թեկուզ ադրբեջանական չի այդ ապրանքը, բայց այդ երթուղին, այսինքն Ադրբեջանով Հայաստան գա ապրանքներ։ Այդ երթուղը հետ կապված, ասեմ, ինչ է իրականում տեղի ունենում։ Լարսը ժամանակ առ ժամանակ փակվում է, հերթեր են գոյանում եւ տրանսպորտի գինը բարձրանում է այնքան, որ շատ դեպքերում ձեռնտու չի։ Այս պայն Ադրբեջանը իր իմիջի համար Եվրոպա, Ամերիկա, այսպես ասած միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ ինքը բարեհոգի մեծ սիրտ ունեցող ղեկավարություն ունեցող երկիր է, տալիս է տրանսպորտային ճանապարհ, երկաթուղային ճանապարհ, որից ինքը ստանում է բնականաբար շահույթ։ Կարճաժամկետ ժամանակահատվածում հնարավոր է երկաթուղային ճանապարհով գան միջև Լարսի ամբողջական բացում։ Երբ որ Լարսի թունելը բացվեց, Վրաստանի տարածքով այդ թունելը որ սարքում են, եւ Լարսի փակվելու խնդիր չեղավ եւ Վրաստանի երկաթուղային համակարգն էլ արդեն մեր հետ փոխգործակցի վերջնական Ռուսաստանի հետ ավելի ճիշտ Ադրբեջանի տարածքով գալու խնդիր ընդհանրապես չի լինելու։ Իմաստ չի ունենալ, որտեղ ավելի էժան է գալիս։ Տեսեք, ինչի՞ է ասենց մերթ Ադրբեջանի տարածքով գալի, հիմնականը Լարսի փակվելու եւ տրանսպորտային բեռնափոխադրումների գնի բարձրացման հետ զուգընթաց։ Բայց տեսեք, օրինակ մշտական չի, ամեն անգամ։ Օրինակ տեսեք, մեր անմիջապես կողքը Իրանում պատերազմ։ Այս իրավիճակը ենթադրում է, որ նաև պարենային ապրանքների հետ կապված, որոշակի ապրանքների հետ կապված կարող երկրում դեֆիցիտ առաջանա։ Այդ երթուղին չի օգնի օրինակ, այլ ընտրանք չի դիտարկվի։ Այդ դեֆիցիտի հետ կապված ես խոսեմ նաև պարենային անվտանգությունից, որը մենք մշակած ունենք արդեն եւ հայտարարել ենք հենց Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերի մեջ, բացի մթերման կայանների ստեղծումից, որը նույնպես պարենային անվտանգության բաղադրիչ է, նաև ջերմատնային տնտեսությունների հիմնում նոյեմբերյանի տարածաշրջանում։ Ինչ է Իրանից ներկայացնում ջերմատնային տնտեսությունների հիմնում խոշոր մասշտաբ։ Տեսեք, Իրանի հետ պատերազմի ժամանակ կար ժամանակով սահմանները փակվեցին, գյուղմթերքների արտահանումը արգելվեց եւ Հայաստանում ունեցավ միանգամից գնաճ պարսկական գյուղմթերքի ներկրվող։ Դա գունավոր պղպեղներ բուլղարական, որը գինը բարձրացավ մինչև 1950 դրամ, սմբուկներ, որը դառավ 2150 դրամ, ծաղկակաղամբը 1450 դրամ հասավ, պատկերացնում եք, հավի բդից կրկնակի անգամ ավելի թանկ։ Ու տարբեր սոխի գինը որոշակի բարձրացում տեղ ունեցավ, եթե երկար լիներ, նաև մենք ունենայինք արդեն տոմատի գնի բարձրացում, որտեղ մեծ քանակությամբ տոմատի կոնցենտրատ ենք ներկրում Պարսկաստանից, որը համահավասար է 70,000 տոննա լոլիկի։ Այդ տոմատի կոնցենտրատը այդքան լոլիկ է պետք, որպեսզի այդքան կոնցենտրատ ստանալ, որից ստանում են տոմատի մածուկ, որը օգտագործում են մեր բնակչությունը։ Ուրեմն մեր տեսլականով գյուղատնտեսության ոլորտում պետք է հասնենք ինքնաբավության այնպիսի աշճանի, որ հնարավորինս շատ քիչ գյուղմթերք ներկրվի Հայաստան, այսինքն որ ապրանքատեսակը, որ անհնարին լինի երկրում արտադրել կամ հասնել ինքնաբավության աշճանին, միայն այդ ապրանքատեսակների գծով մենք փորձենք ներկրման հետ կապված խնդիրներ լուծել։ Ջերմատնային տնտեսությունը, երբ որ նոյեմբերյանի շրջանում հիմնվեն, մենք հաշվարկ ունենք, տեսեք, Վրաստանի սահմանին գազի գինը ամենաէժանը $160 $160 գազի գնի պայմաններում եւ տարբեր պետական միջոցառումների գործիքակազմի օգտագործման շնորհիվ մենք կունենանք Թուրքիան եւ Ադրբեջանին հավասար մրցակցային գներով լոլիկ։ Այսինքն էլ նպատակահարմար չի լինելու Ադրբեջանից ներկրել գյուղմթերք սահմանը փակ լինի թե բաց, կամ Թուրքիայից ներկրել կամ այլ երկրից։ Այսինքն ներսում արտադրություն ունենանք։ Այսինքն ներսում ինքը արտադրվելու է։ Պես մնալու է, ենթադրենք, աստված կլիմայի առումով էլ նաև ոչ միայն ջերմատնային տնտեսություններում աճեցող մշակաբույսից, այլ ընդհանուր մեր երկրի ռելիեֆը թույլ է տալիս շատ բազմատեսակ մշակաբույսեր արտադրել, ուղղակի պետք է դա թվայնացնել, հասկանալ պահանջարկը, որից ինչքան
պետք է արտադրվի Հայաստանում, որ այդ բալանսը պահվի։ Եվ մթերման կայանները հենց այդ գործառույթն են իրականացնելու։ Ինչը գյուղատնտեսության ոլորտում նաև առողջապահական լրջագույն նշանակություն է ունենալու, որովհետև երբ որ մթերման կայանները սկսեն աշխատել ֆերմերները չեն օգտագործի թույլատրելի նորմից ավել պեստիցիդներ, պարտանյութեր, տարբեր ծանր մետաղներ եւ այլն, որովհետեւ արդեն ստանդարտից դուրս կլինի, դա մթերման կայանն էլ ձեռ չտա եւ շուկան այսպիսի այլանդակված ձևով չի լինի, ինչը անցած տարի հենց լաբորատոր փորձաքննություններով ինքներդ տեսակ, թե ինչքան մենք գյուղմթերք ունենք, որոնց մեջ թույլատրելի նորմը մի քանի անգամ գերազանցող արգելված նյութեր կան։ Եվ թույլ չեն տալիս արտահանում իրականացնել, որ նաև արտահանման հարցն է հենց լուծվելու այդ առումով։ Այս արժեշղթան ամբողջությամբ մի մեխանիզմ է դառնալու, օրգանիզմ է դառնալու, որպիսի աշխատի ժամացույցի նման առանց կանգնելու եւ հավասարակշռված։ Դուք ներկայացրեցիք անվտանգային տնտեսական բաղադրիչները ձեր ծրագրերի եւ մնում է վերջում ընտրության հարցը։ Դուք ինչ եք կարծում այս ընտրություններում, երբ որ իշխանությունը հայտարարում է, թե ոչ միայն մեծամասնություն, այլ սահմանադրական մեծամասնություն ենք ունենալու, արդյոք այս պահի դրությամբ դուք կարծում եք, որ ձեր ուժը ունի մեծամասնություն ունենալու հնարավորություն, այսինքն ոչ կոալիցիոն, այլ միայնակ կարող եք հաղթահարել այդ։ Ամեն ինչ անում ենք հասնելու բացարձակ մեծամասնությամբ, ամեն ինչ հնարավոր բոլոր օրինական մեթոդները, բոլոր հնարավոր օրինական գործիքակազմը օգտագործում ենք, որպեսզի հասնենք բացարձակ մեծամասնության, որպեսզի իրագործենք։ Եթե ոչ կփորձեք մյուս ուժերի հետ համագործակցել։ Մեր առջև դրված է հստակ պլան հասնել բացարձակ մեծամասնության։ Ուրիշ որևէ տեսակետ մենք չենք դիտարկում։ Մենք պիտի գնանք հաղթանակի։ Մեր գլխավոր նպատակը դա է հունիսի 7-ին հասնել հաղթանակի։ Եվ հուսով եմ, վստահ եմ, որ հաղթելու ենք։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։